Վերջին զանգը սերիալում ամեն ինչ հասել է լարվածության գագաթնակետին, ճշմարտության բացահայտումը ցնցում է ոչ միայն հերոսներին, այլև հազարավոր հեռուստադիտողներին։ Հենրին, ով մինչև այս ապրում էր սիրո, հույսի ու համատեղ ապագայի սպասումով, այժմ կանգնած է փլուզման եզրին։ Անգելինայի հետ հարսանիքի օրը բոլորի ներկայությամբ բացահայտված սուտը խորտակում է նրա ողջ ներաշխարհը։ Սկզբում նա պարզապես քարանում է անշարժ, անարտահայտիչ դեմքով, ինչպես մեկն, ով փորձում է արթնանալ վատ երազից, բայց ցավը խորն է, անդառնալի ու ճնշող։ Հենրին մեկուսանում է, ոչ մեկի հետ չի խոսում, չի պատասխանում զանգերին, չի ներկայանում աշխատանքի, նույնիսկ ընկերները նրան չեն գտնում։ Միակ բանը, որ մնում է նրա և ցավի միջև վիշտն է, ծանր, մշուշոտ ու անպաշտպան։ Հատկապես դաժան է այն պահը, երբ նա արդեն հարբած է ու չի գիտակցում ինչ է անում։ Իհարկե նրա կողքին անմիջապես հայտնվում է Հալալը, քանի որ Հալալը ինչքան էլ վատ, այնուամենայնիվ միշտ Հենրիի կողքին է։ Մի պահ Հենրին նույնիսկ կանգնում է կյանքի ու մահվան սահմանագծին, մտնում է ծանր ապրումների շրջան և նրա կյանքը գլխիվայր շուռ է գալիս, մինչ այդ, երբ նրան յուրաքանչյուր խնդիր համարում էր լուծված, այժմ նա չի կարողանում լուծել այս հանելուկը։ Հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ Հենրին փորձում է վերջ տալ իր կյանքին, բնականաբար չի ստացվելու, քանի որ նրա կողքին հայտնվելու են մարդիկ, ովքեր չեն թույլ տալու, որ նա գնա այդ քայլին։ Ջան, մեր Հենրի աղբերը որոշել է քծվի, տեսել իրա Հալալն եմ, եկել եմ իրան օգնեմ, հետո ես քծվեմ։ Ես իրա Հալալն եմ, եկել եմ օգնեմ քծվի։ Կամես ու քեզ կարք իրավիր ես քուրը հիվանդանոցում ա, դու ամա անանստանում ա կողանալ։ Ուզում ես ասես, որ դու այնքան շատ ես սիրում քրոջես, որ հելել եկել հասել ես մեր գյուղ, տեսնես ես սաղ եմ թե մեռած։ Պատկերացու, դու սիրել ես տեղ կապ չունի, մենք լավ ընկերներ ենք, լավ մարդիկ ենք, զանգի քրոջդ փորձի նորմալ խոսած։ Ախ, ես մեռնեմ իմ քրոջ սրտին, վախ, մեռնեմ դրա ջանին։ Կրևի ես գնամ մեռնեմ։ Արի զանգի հետո մեռի, հա։ Ոնց ես աղբեր ես, հա։ Ոնց ասես աղբեր ես, հենց հիմա զանգում եմ։ Գուրես։ Մեզ զանգ, վասա չէ մի հատ։ Կրևի գլում։ Վերջին զանգը սերիալում իրավիճակը դառնում է թեժ ու անկանխատեսելի։ Ամեն ինչ ուղղակի վերածվում է մի փոթորկալի դրամայի, որի կենտրոնում կանգնած են Հենրին ու Անգելինան։ Երկու երիտասարդ, ովքեր բոլոր խոչընդոտների ու ճնշումների միջով փորձում են պաշտպանել իրենց սերը։ Չնայած Ավագի ու Վիկտորիայի կտրուկ հայտարարությանը, թե նրանք արյունակցական կապ ունեն, Հենրին ու Անգելինան որոշում են ամեն ինչ անտեսել և գաղտնի հարսանիք կազմակերպել։ Նրանք ուզում են ապացուցել, որ սերը բարձր է բոլոր արգելքներից։ Ծնողներին հրավիրում են առանց հարսանիքի բուն նպատակը հայտնելու։ Նրանք հուսով են, որ երբ ամեն ինչ բացահայտվի, արդեն ուշ կլինի կանգ առնել։ Բայց հենց այդ պահին, երբ թվում է ամեն ինչ դեպի երջանկություն է գնում, պատկերը փոխվելու է։ Վիկտորիան, ով տարիներ շարունակ կրել է իրեն ծանրացած մեղքի բեռը, վերջապես հանդիպում է Աննայի հետ ու բացում մի մեծ գաղտնիք՝ սա Միքայելի պլանն է։ Աննան բնականաբար շոկի մեջ է։ Նա վստահ էր, որ Անգելինան Միքայելի դուստրն է, բայց հիմա սկսելու է հիշել կասկածելի մանրամասներ, մոռացված փաստեր։ Այդ ընթացքում Միքայելը, ով գիտի, որ ճշմարտությունը կարող է ամեն ինչ քանդել, ամեն կերպ փորձում է Աննային համոզել մնալ իր ստի մեջ, կրկին մեկ անգամ նշելով, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են և վերջ։ Որպեսզի չբացահայտվի գաղտնիքն ու որևէ մեկը չիմանա, որ Անգելինան Աննայի դուստրն է և նույնիսկ դրա մասին տեղյակ չեն Վիկտորիան ու Ավագը, նա ասում է, որ Անգելինան իր դուստրն է։ Սակայն ճշմարտությունը կգտնի իր ճանապարհը։ Բայց մինչ այդ հարսանիքի օրը, երբ Անգելինան սպիտակ զգեստով իջնում է աստիճաններով, իսկ Հենրին նրան սպասում է խորանի մոտ հյուրերով լի սրահում, սկսվում է իրական աղետը։ Նրանց ասվում է այն սարսափելի բանը, որ կարծեք թե բոլորին հայտնի է և որը սուտ է։ Դուք քույր ու եղբայր եք։ Բոլորը քարանում են Անգելինայի ձեռքից, նույնիսկ ընկնում է ժապավենը։
Արդյոք նրանք կներեն իրենց ծնողներին, ով էր պարտավոր առաջինը ասել ճշմարտությունը, ով է Անգելինայի իրական հայրը, այս հարցերը տանջելու են բոլորին։ Վիկտորիան լուռ կկանգնի դեմքը ողողված արցունքներով, Աննան վերջապես Հենրիին կասի, որ ընդամենը ժամեր առաջ է իմացել այս ճշմարտության մասին, իհարկե, որը ճշմարտություն է նրանց համար։ Միքայելը բոլորին կրկին անգամ խաբել է։ Նրանք դուրս են գալու սրահից, Անգելինան փլվելու է, չգիտակցելով, թե ինչպես պիտի նորից հավատա մարդկանց։ Սա իսկական փոթորիկ է վերջին զանգի պատմության մեջ։ Նոր հարցեր են բարձրանում, արդյոք սերն այս ամենից հետո կվերապրի։ Կկարողանան Հենրին ու Անգելինան ներում գտնել թե իրենց, թե միմյանց հանդեպ։ Իսկ Միքայելը արդյոք վերջապես կվճարի իր գործած սարսափելի ստերի համար։ Իսկ մինչ այդ անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր գաղտնիքներն առաջինը բացահայտելու հնարավորությունը։ Նշենք, որ հեռուստասերիալում ամենալարված, ամենաթեժ ու հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Հենրին հայտնվում է ծանր իրավիճակում։ Նա խմում է, հարբում ու մի հարց է իրեն տանջում։